Նիկոլ Փաշինյանը ամանորին ստացել է 12 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նախարարները 7 միլիոն դրամ։ Ձեր կարծիքով դա նորմալ է։ Ոչ, հասարակ մարդ աշխատում է, 14 ժամ աշխատում է, 5000 դրամ է աշխատում, իսկ ինքը նստած տեղը այդքան է ստանում։ Ոչ միայն տեղյակ եմ, այլև իրավական լուծումներ եմ պահանջել, հաշվետվություն եմ պահանջել, որովհետև ստեղ հստակ արկա է կոռուպցիա, պետական մակարդակով, որովհետև եթե աշխատակազմում կան մարդիկ, օրինակ ազգային ժողովում, կան մարդիկ, որ աշխատանքի չեն ներկայացել եւ նրանք էլ են ստացել պարգևավճարը, դա միանշանակ դա աշխատանքի համար չեն ստացել, այլ չաշխատելու եւ չաշխատելու համար ով է ստանում։ Կաշառք որպես ընտրություններին նախընտրական կաշառքներ է եւ եթե մենք ժամանակին ասում ենք նախկին իշխանությունների ժամանակ 5000, 10000 կաշառք ստացողներին նաև անեցքներ են անում, այսօրվա իշխանությունը նույն ձեռագիրն է անում, ուղղակի 100-ապատիկ ավել։ Հստակ ստեղ խնդիր կա, որ պետքա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս ազդակները ընդունի մարդկանցից, իրավապաշտպաններից եւ դատախազությունը եւս պետքա իրավական ընթացքն տա։ Բայց քանի որ նրանք էլ են ստանում այդ նույն պարգևավճարը, նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, նրանք պարփակված են եւ բնականաբար ոչ մի բան չեն անում։ Հետևությունը մեկն է, որ ժողովուրդը ինքը պետք է հասկանա, ինչպիսի կառավարություն մենք ունենք, ինչպիսի գործադիր եւ օրենսդիր ունենք, եւ ըստ այնմ շարժվի եւ հետևություններ անելով հասկանա, որ հետագայում ինչ քայլեր պետք է անի։ Դե ես թոշակառու եմ, Կվիկ ջան։ Ստանում եմ 38000 դրամ։ Եթե նկարում եմ մեր աղբեր, ես կարամ ցույց տամ 1000 դրամ ճղված փող ունեմ, եկել եմ բանկով, որ փոխեմ, ցույց տամ, որ նայեն իմանան, ահա։ Այս իմ թոշակի վերջի 1000 դրամն է, մնացել է գրպանս, բացեմ այսպես ցույց տամ, որ այսօր էլ հացարդը վաղը մինչև ամսի 6-ը ես ինչ պիտի անեմ չեմ անում։ Ամոթ իրանց է։ Ես 8 տարեկանից աշխատել եմ, ճիշտ է, ստաժով չեմ աշխատել, բայց աշխատել եմ 35 տարվա ստաժ ունեմ։ Լրիվ կրճատեցին, բան արեցին, թողեցին, չեմ հիշում, ինչքան քանի տարվա հաշվեցին, բանը։ Ուզում եք ասեմ էլ ինչ իրանց խոսքերը, այս թոշակառուների ֆոնդին փող չեն փոխանցել, բանը, այդ տարին չի հաշվում, այս սնանկացել հիմնարկը այդ տարին դուրս է եկել, այդ պատճառաբանությունները վերջ հաշվեցին, 35000 է, այս 8000-ը, որ ասեմ ավելացել է, դարել է 38000, են էլ նորմալ չեն տալիս, Փուրիկ ջան, եթե թոշակառուն փող չունի ծախսելու, այ ապուշներ, այ հիմարներ, դուք այդ միլիոնները, 1000 միլիոնները, 8 միլիոնով, 10 միլիոնով, որ պարգևավճար եք, դուք ինչ եք անում, այդ պարգևավճարը հալալ է ձեզի, աշխատում եք, գլուխ եք ցավացնում, գլուխ եք ջարդում, ժողովրդի խաբում եք, այս եք անում, բայց ինչ եք անում այդ գումարը, որ միլիոններով, երբ որ այդ հարցին Փաշինյանը կպատասխանի, իրանք ինչ են անում այդ գումարը, որ իրանք այդ թոշակառուներից պոկում են իրանք։ Ես միշտ հիշում եմ մի հատ Չիպոլինոյի մուլտը. После того, как был внесен налог на воздух, вы стали меньше дышать, за проливной дождь 200 лир, с громом и молнией 300 лир. Молчать. Անունը չտաս իմ մոտ, չի ասում, ես դրան տանել չեմ կան, ոչ դրա մասին ուզում եմ խոսալ։ Ինձ թվում է հարցի պատասխանը դու գիտես, ինձ խես հարցնում։
Բայց ինչն է այս երկում նորմալ, որ դա նորմալ լինի։ Կարո՞ղ ասել, ինչն է նորմալ։ Խոստացել էին, որ պետք է հետ վերադարձի գումարը 10,000 լինի, պետք է լողարկել։ Ոչ մի բան նորմալ չի։ Այս քաղաքում ինչն է նորմալ, Ազիզ ջան, ոչ մի բան նորմալ չի։ Դրա մասին խոսք կա, ինչն է արդար իր կողմից։ Ահա ուրա։ Թոշակառու եք, թոշակ եք Հա։ Թոշակառուին ասում են մարդ ծախսելու տեղ չկա, թոշակառուն պետք Դե է մարդ աբսուրդ է այդ լրիվ։ Իր անունը մի տվեք է։ Չի արդար չի։ Թոշակառուները, խեղճերը ճգնելով, ծերը ծայրին, դեղա, սնունդա, չգիտեմ, լավ չի։ Չեմ կարող ասել, Ազիջան, արդար չի։ Թոշակառու եք, հա, թոշակ ստանում եք։ Հա, որպես թոշակառու ձեր կարծիքով արդար է։ Ոչ, արդար չի։ Ես ուղղակի բարոյական տեսակետից կասեմ, որտեղ նաև վերջերս ընթեջ Ալեն Սիմոնյանի գնահատականը, որ իբրև թե աշխատավարձ ու թոշակ բարձրացնողները պետք է այնքան գումար ունենան, որ իրենք շատ լավ հագնվեն։ Իդեպ ասեմ, որ Ալեն Սիմոնյանը եթե ունի մեկ բարձրագույն կրթություն, իմ գործընկերն ունի 2-3, ես էլ ունեմ 2-3 բարձրագույն կրթություն եւ խնդիր չունենք զգեստ հագնելու։ Անբարոյականություն է բառացի իր բուն իմաստով անբարոյականություն է աղքատ երկրում նման ցոփ ու շվայտ կյանք վարելը։ Ուղղակի անբարոյականություն է, եթե մենք ընտրել ենք այդ անբարոյական, այդ անբարո վարքագծով իշխանությունը կամ կառավարությունը ու ակնկալում ենք լավագույն ընթացք կամ լավագույն ապագա, դա չի կարող լինել։ Այսինքն պետք է փոխել մոտեցումը, պետք է կարողանալ վերլուծել, քննադատաբար մոտենալ սեփական կատարած սխալին եւ սխալը ուղղել։ Սխալը բոլորի համար է։ Մենք սխալվել ենք, մենք ծնկել ենք, ծնկած վիճակից պետք է կանգնել։ Ոչ ոք մեր փոխարեն չի կանգնելու։ Արյան միջով հուսահատ, վիրավորված կորուստներով պետք է շարունակենք ապրել, քայլել, ոտքի կանգնել եւ ստեղծել մեր երկիրը։ Այնպիսին, ինչպիսին սազական է հայ ազգին։ Մենք բոլորս հայրենիք ենք պարտավոր եկող սերնդին։ Մի 10 տարի առաջ զգացվում էր, որ մեր երկիրը գնում է օրինական կոռուպցիայի ճանապարհով, կոռուպցիայի օրինականացման մասով, բայց քանի որ մենք իշխանությունը պատկանում է այսպես ասած ժողովրդին, մենք ինքներս պետք է վերահսկենք այս գործընթացները, իսկ օրենսդիրը եւ գործադիրը մեկնաբանելով այս զայրույթը ժողովրդի, ասացին, որ հիմնականում նրանք ինչ են անում, օրենսդրական փոփոխություն են մտցնում, որպեսզի այդ պարգևավճարը ձևակերպվի որպես աշխատավարձ։ Ասեմ, որ ընդհանրապես աշխատանքային օրենսգրքով ընդունված է 13-րդ աշխատավարձը։ Դա կկազմի տարբեր դեպքերում պատգամավոր նախարար մոտավորապես 600,000 կամ 1 միլիոն։ Տվյալ դեպքում ունենք եռապատիկ, տասնապատիկ ավել, ինչը իմ ասացի պնդումն է, որ սա կոռուպցիա է, նաև պետական նախընտրական կոռուպցիա է եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թող բարի լինի այս հարցով զբաղվի։